Ռուբիկը ծառայել է Թալիշում, այնտեղ վիրավորվել ամսի 7-ին։ Հիմա իրան ասում են ողնուղեղային ջարդվածք ունի, որը դա վիրահատման ենթակա չի, առայժմ ես չգիտեմ, եւ իր ոտքերն ու ձեռքերը հնարավոր չի որ շարժվի։ Ես բոլորին ուղղակի խնդրում եմ իմ երեխուն աջակցեն գոնե երկրից դուրս հանենք այդքան մի բան, որ իմ տղան գոնե ձեռքով իրա գդալը վերցնի, գոնե ինքը իրանով սնվի, ուրիշ ոչինչ չեմ կարող ասել։ Այդ եղել ամբողջ պատմությունը, Թալիշը, տղաները, չգիտեմ, չեմ կարող խոսել։ Իսկ հիմա ինչ վիճակում է, ինքը գիտակցություն ունի, գիտի իրեն ինչ է սպասվում։ Այո, ինքը հասկանում եք, շատ խելացի է, իր գիտակցություն աշխատում է, այս պահին ինքը երևի թե հասկանում է, որովհետև ես իր աչքերից զգում եմ, իր արցունքներից զգում եմ։ Ճիշտ ասած, ես գնացել եմ նախարարություն, դիմում եմ գրել նախորոք, որ արդեն ուսումնականը վերջացրեց, որպեսզի գնար երկրորդ գիծ։ Հետո տղաս զանգեց, ասեց, որ երկրորդ գծում եմ։ Հիմա ես չգիտեմ հստակ երկրորդում ա եղել, առաջինում ա եղել, թե երկրորդից փախել են առաջին, դրանցից արդեն տեղեկություն չունեմ։ Եվ ամսի 7-ին ինքը վիրավորված եկել է։ Ասում են ասուհույսին, որտեղ ողեր ցույց տվեցին, որոնք ինքը վնասվել է ու դրան հնարավոր չի ձեռք տալ, չգիտեմ, երևի ուրիշ երկրներում կկարողանան, հիմա դիսկեր ենք փոխանցել մի քանի տեղ, իրանք էլ մեր հետ աջակցելով, չգիտեմ, տեսնենք, սպասում ենք ուղղակի այս վիճակից դուրս գալու։ Իսկ դուք ումից եք օգնություն ակնկալում։ Չգիտեմ, ես էլ չգիտեմ ովից։ Բոլորից, պետությունից, ուղղակի ես խնդրում եմ բոլորին, բոլորին, չգիտեմ, բոլորին ով կարող են աջակցել, գոնե ասում եմ, գոնե իմ տղան կարողանա ձեռքերը շարժի, որ կարողանա ինքը իրեն ինչ-որ մի բանով զբաղվի։ Տիկին Ռուզաննան ինձ այցելեց, ասեց Անահիտ ջան, մենք սպասում ենք այս պահին, որ տեսնենք ինչա լինելու։ Ես հույսով սպասում եմ, չգիտեմ, հույսով սպասում եմ, տեսնեմ ինչա լինելու։ Ես իրան շատ լավ գիտեմ, մենք իրար հետ շատ կապված ենք ու ես զգում եմ, որ ինքը այդ բոլորը հասկանում է եւ չեմ կարծում, որ ինքը պարկած կդիմանա դրան եւ նույնիսկ ես չեմ կարող նայել իր աչքերին։ Ինչքան կարողանում եմ հույս եմ տալիս, բայց ես հասկանում եմ, որ ինքը հասկանում է այդ ամեն ինչը։